Բանակցություններ թե պատերազմ, Իրան-ԱՄՆ հակամարտությունը Միացյալ Նահանգների ղեկավարը հիմա էլ պլանավորում է հանգուցալուծել 2-3 օրում, ստորագրել խաղաղության համաձայնագիր այն դեպքում, երբ Մերձավոր Արևելքում կրակը չի մարում։ Իրանի հակաօդային պաշտպանության 2 զինծառայող է զոհվել իսրայելական հարվածների հետևանքով։ Այսօր է Իսրայելը ավիահարվածներ հասցրել Սպահանում Իսլամական հեղափոխության պահապանների ՀՕՊ ուժերի ուղղությամբ։ Ամերիկյան Ապաչի մարտական ուղղաթիռ է կործանվել Հորմուզի նեղուցի մերձակայքում, անձնակազմը չի տուժել, լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ New York Times-ը գրում է, որ դեռ հայտնի չէ, արդյոք ուղղաթիռը խոցվել է իրանական կրակից, թե տեխնիկական խնդրի պատճառով։ Եթե ռմբակոծությունները շարունակվեն եւս մի քանի շաբաթ, Հորմուզի նեղուցը ամիսներով կփակվի, շատ մարդիկ կմահանան, սպառնացել է Դոնալդ Թրամփը։ Նա Իրանի հետ համաձայնության հասնելու ճանապարհին լուրջ տարաձայնություններ չի տեսնում եւ կարծում է, որ մոտ են լավ, ամուր եւ համապարփակ համաձայնագիր ստորագրելուն։ Թրամփը լրագրողներին ասել է, թե Իսրայելն ու Իրանը համաձայնել են առնվազն 1 շաբաթ հանգիստ թողնել իրար։ Նա զգուշացրել է Նեթանյահուին, որ կարող է մենակ թողնել նրան Իրանի հետ։ Իսրայելական 12-րդ ալիքն է մեջբերում ԱՄՆ նախագահի խոսքերը, վստահեցնելով, թե նա Նեթանյահուին հորդորել է զգույշ լինել իր գործողություններում։ Գանա Մովսիսյան, Գագիկ Տերղազարյան, Հայլուր։